Բարի երեկո սիրելի ֆուտբոլասեր ընկերներ, մեր YouTube-յան ալիքի եթերում կրկին մեկնարկում է հերթական խաղային շաբաթը ու արդեն խաղային օրվա միակ հանդիպումն ենք միասին դիտելու, էլ ավելի հետաքրքիր հանդիպում, քան կարելի է կանխատեսել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ հանդիպման դիմակայության պատասխան հանդիպումը կդիտենք, որտեղ կմրցեն միմյանց դեմ Մանչեսթեր Սիթին ու Բորուսիա Մյունխենգլադբախը։ Թիմերը արդեն խաղադաշտում են, եկեք արագորեն ծանոթանանք մրցող թիմերի հայտարարություններին ու արդեն կանադառնանք այս հետաքրքիր հանդիպմանը։ Եվ այսպես Բորուսիա Մյունխենգլադբախ դարպասը պաշտպանում է Սերգեյ Խաչիկյանը համար 1, Արման Մարտիրոսյան համար 3, Արություն Թորոսյան համար 4, Ռոբերտ Մարության համար 5, Դավիթ Մարկարյան համար 6, Ռոնալդ Մելքումյան համար 7, Ալեն Սարգսյան համար 8, Սևակ Մանուչարյան համար 9, Արմեն Խաչատրյան համար 10, ով նաև թիմի ավագն է, Ռաֆայել Ղազարյան համար 11 եւ Վալերի Բաբայան համար 77։ Մանչեսթեր Սիթի դարպասը պաշտպանում է Վահե Մուրադյանը համար 1, Սիլա Բուբա համար 2, Ռոբերտ Խլղացյան համար 4, Արտաշես Արաքելյանը համար 5, կամ մրցավարի Սուլիչու մեկտարկած է հանդիպումը, շարունակեմ ծանոթացնել Մանչեսթեր Սիթի հայտարարությունը, Ալեն Սահակյան համար 9, Մանուկ Մուրադյան համար 10, Արշակ Պողոսյան համար 14, Գերա Կոստենկով համար 17, Արտուր Ալավերդյան համար 44, դա թիմի ավագն է, եւ Նարեկ Սարգսյան համար 77, թիմի գլխավոր մարզիչն է Անատոլի Գաբրիելյանը։ Մեկտարկած է հանդիպումը, հիշեցնեմ, որ սա դիմակայության պատասխան հանդիպումն է առաջին խաղում 3-2 հաշվով շատ հետաքրքիր խաղում Սիթին, բայց մեկ գնդակի առավելությամբ այնուամենայնիվ հաղթել է Գլադբախին ու այսօր իհարկե ոչ պակաս հետաքրքիր հանդիպում ենք դիտելու, եթե իհարկե թիմերը հուսախաբ չանեն մեզ, Ալավերդյանն է հիմա գնդակով, շատ լավ շրջվեց այստեղ դաշտի աջ հատվածում ու հիմա արդեն ես զից կնետի Մանչեսթեր Սիթին, այո այսօր հանդիպումը կարող է նաև մի փոքր երկարացվել, եթե իհարկե Գլադբախը կարողանա հստակ մեկ գնդակի առավելությամբ հաղթել Սիթին ու հանդիպումը շարունակվի արդեն հետխաղային հարվածաշարով, բայց այդ ամենի համար առնվազն 50 րոպե թիմերը խաղաժամանակ ունեն, այնպես որ տեսնենք թիմերից որ մեկը ինչ կփորձի անել այսօր խաղադաշտում։ Գլադբախը գնդակով, Բաբայանն ընդունեց գնդակ ու հիմա մանևրում է դաշտի միջին հատվածում դեպի աջ փոխանցում, Մարկարյան այստեղ մի փոքր ռիսկային էր փոխանցումը, բայց Թորոսյանը հասրեց առաջ ուղարկել, հետո էլ Սիթին խլեց ու հասնում են Գրոյի Ալավերդյանը հարվածի փորձ, բայց այստեղ Սիթի ավակի հարվածը շեղությամբ է ընթանում ու հարված կլինի արդեն Սերգեյ Խաչիկյանի պաշտպանած դարպասից, հիշեցնեմ այս զույգի հաղթողը դիմակայության հաղթողը եզրափակիչում հանդիպելու է Ատլետիկո Երևանին, Ատլետիկոն արդեն նվաճել է եզրափակիչի ուղեգիրը եւ արդեն սպասում է մրցակցին հասկանալու համար դա արդյոք կլինի Մանչեսթեր Սիթին թե Բորուսիա Մյունխենգլադբախը։ Մարկարյան հերվից այստեղ հարված տեսանք ու շեղությամբ ստացվեց հիմա էլ Գլադբախի 6 համարի կատարած հարվածը եւ հարված կլինի Վահե Մուրադյանի դարպասից։ Արագորեն խաղարկեցին այստեղ գնդակը Սիթի ֆուտբոլիստները, այո Ատլետիկո Երևանը շատ համառ պայքարում, բայց մեկ գնդակի առավելությամբ կարողացավ կիսաեզրափակիչը հաղթելով աջափնյակին դիմակայության առաջին հանդիպումն ավարտվեց 4-3 հաշվով, Յոկուտ Ատլետիկոյի հետո էլ արդեն պատասխան խաղում գրանցվեց 1-1 արդյունք ու մեկ գնդակի առավելությամբ Ատլետիկո Երևանը նվաճեց եզրափակիչ ուղեգիր։ Այսօր գրեթե նույն պատկերն է խաղադաշտում, առաջին հանդիպումն ավարտվել է մեկ գնդակի առավելությամբ ու հիմա արդեն հետևենք պատասխան հանդիպանը, որը իսկապես խոստանում է լինել գոլառատ, գրեթե դրանում կասկած կարող են չունենալ, իհարկե երկու թիմերն էլ շատ փորձառու են, այլ բան է կցանկանան արդյոք իհարկե գոլառատ հանդիպում անցկացնել թե ոչ նրանք, բայց համենայն դեպս կարող են իհարկե։ Մուրադյանն է հիմա գնդակով
Ալավերձյանին ուղարկեց ու արդեն Սիթին աստիճանաբար գնդակի վերահսկողությունը վերցնում է իր տրամադրության տակ, երկար փոխանցում Մանուկ Մուրադյանը ու արդեն Մուրադյանը շկար արջևից տարբերակ ստիպված եղավ ուղարկել Ալավերձյանին, բայց այստեղ չանցավ Ալավերձյանի փոխանցումը, հետո Մարկայանը խլում կարողացավ կատարել, փոխանցումն էլ անհաջող է, Արաքելյանն է հիմա շարժվում առաջ, տեսնենք այս գրոհիչ կտա Սիթին աչից կա Կոստենկովը, այստեղ մնաց գնդակով Արտաշես Արաքելյան ու արդեն ստիպված եղավ ետ նահանջել ուղարկելով գնդակը Խլղացյանին, այո փագել Արաքելյանի արջևը եւ այդ ամենը հաշվի առավ նա Մուրադյան լավ խաղարկում կարող էր ստացվել այստեղ, բայց Բաբայանը հեռացնում է գնդակու եզրից նետի Մանչեսթեր Սիթին այո արդեն հանդիպման տեմպը բավական բարձր է այս անցած մի քանի րոպեների ընթացքում հիմա էլ Բաբայանն է հեռացնում գնդակու կտեսնենք Սիթի հերթական գրող Խլղացյան լավ նկատեց Արտուր Ալավերձյանին, ինչու այստեղ Ալավերձյանը առանց նայելու կատարեց փոխանցում, իհարկե արդեն հուշեցին, որ մոտենում են Գլադբախի ֆուտբոլիստները նրան, բայց կար ավելի լավ տարբերակ գրող շարունակելու իհարկե Ինչև է այս դրվագը անցավ արդեն Բաբայանն է գնդակով հիմա Գլադբախը փորձում է գրող սկսել բայց այստեղ չասավ գնդակը Մելքումյանին ու հիմա Սիթին նորից գրող է փորձում սկսել իհարկե ամեն գնդակ այս խաղում իր դերն ու նշանակությունը կունենա ընդհանուր դիմակայության պատկերի առումով հիմա այս գրողը տեսնենք Մանուկ Մուրադյան հարված ու բացում է հանդիպան հաշիվը 1-0 Սիթին առաջ է հասնում հաշվի մեջ Մանուկ Մուրադյան 1-0 շքեղ հարված տեսակ Մուրադյանից 1-0 այս խաղում 4-2 ընդհանուր դիմակայությունում ունի առավելությունը արդեն Մանչեսթեր Սիթին իհարկե Գլադբախին արդեն 2 գնդակ է անհրաժեշտ առնվազն հեղինակելու բաց թողնել որպեսզի հավասարվի դիմակայության ընդհանուր հաշիվը հիմա արդեն ավելի վստահ կարող է գործել Մանչեսթեր Սիթին խաղադաշտում իհարկե 1 գնդակը լինենք անկեղծ առավելություն չէ Երկուսը նույնպես իհարկե Սիթին չի ապահովագրում եզրափակի ճյուղերից, քանի որ մրցակիցը Գլադբախն է եւ նրանք այդ ամենը շատ լավ գիտակցում են, բայց իհարկե պետք է Գլադբախը փորձի այս բարդ իրավիճակը հաղթարել ու հիմա տեսնենք արդեն հանդիպան մնացած ժամանակահատվածը ինչպես կանցկացնեն Թիմերը խաղադաշտում իսկ գոլի մասին իհարկե խոսքեր այլևս չկան Մուրադյանը շատ լավ նկատեց հեռավոր բաց անկյուն ու ոչ մի շանս չտվեց այդ իրավիճակում դարպասապային գործելու իհարկե անկասելի հարված ու մեկ անգամ չի որ մենք Մուրադյանից նման շքեղ գոլեր տեսնում ենք AFL-ի շրջանակներում հիմա երկար փոխանցում Խլղացյանը այստեղ փակեց գնդակի ճանապարհը Կոստենկով դեպի Մուրադյան ու Սիթին եւս մեկ գրոհ է փորձում ձևակերպել այստեղ չստացվեց չնայած երկրորդ տեմպով հիմա կփորձեն գրոհի հասնել Մուրադյան ու այստեղ Մարտիրոսյանը լավ աշխատեց Մուրադյանի թիկունքից ուղարկելով գնդակը Թորոսյանի եւ Գլադբախը շարժվում է առաջ հիմա Մելքումյանն է գնդակով դեպի Բաբայանը փոխանցում տեսանք Այո կրկնում եմ ամեն գնդակից հետո ամեն ինչ կարող է փոխվել խաղադաշտում ընդհանուր դիմակայությունում եթե իհարկե Գլադբախը հիմա կարողանա հավասարեցնել այս խաղի հաշիվը ել ավելի հետաքրքիր կընթանա հանդիպումը Բայց որքան Սիթին աշտի ինքնի այս խաղում իհարկե այնքան ավելի կմեծանա Սիթի առավելությունը դիմակայությունը հիմա սա խաղի կանոնների խախտում էր ու Առաջին տեղին քարտը արդեն տեսնում ենք այս խաղում այնին գլխավերևում տեսավ Մելքումյանը Պողոսյանի դեմ խախտում կատարելու համար այո եւ ստանդարտ հիմա կիրասնի Մանչեսթեր Սիթին կա մրցավարի սուրիչը Արաքելյանն է գնդակի մոտ արագորեն խաղարկում է Պողոսյանի հետ գնդակը ու երկար փոխանցում դեպի Աշեզար այստեղ Կոստենկովն է թիկունքից էլ Մարտիրոսյանի ճնշումը կար բայց հաստրեց հետ ուղարկել գնդակը Մուրադյանն էլ լեռացնում է այստեղ գնդակը որքան հնարավոր է հեռու այն փոխանցում ստացեց Մուրադյանի համար Մանուկ Մուրադյան ու հիմա կարող է դուբլ գրանցել Մուրադյանը շատ լավ էր նկատել որ դարպասապահը մի փոքր առաջ է եկել ու փորձեց նրա վրայով կախել գնդակը բայց ավելի բարձր ստացվեց այստեղ Մուրադյանի կատարած հարված իհարկե շատ շքեղ գոլ կտեսնենք նորից Մուրադյանից եթե գնդակը հայտվել ցանցում բայց ինչև է դրվագը անցավ արդեն Բաբայանն է հիմա շարժվում առաջ
Լավ խաղարկում էր մտածել այստեղ Մելքումյանը, բայց իհարկե Արաքելյանը այսպիսի իրավիճակներում հեշտությամբ չի զիջում ու շարժվում է հիմա առաջ Արտաշես Արաքելյանը, հիմա էլ Մարկարյանը կարողացավ խլել գնդակը Արաքելյանից ու սկսում է Գլադբախի եւս մեկ գրոհ, բայց այսքանով արդեն Գլադբախի գրոհը ավարտվեց։ Մուրադյան Թորոսյանը կաթիկունքից գեղեցիկ է գործում Մուրադյանը վտանգավոր է Սիթին հասնում է հակագրոհի Մուրադյան վտանգավոր է փոխածում Սարգսյան գրավել է պետ դարպասը բայց բրավո այստեղ Բաբայանի սահակման համար հիմա եթե Նարեկ Սարգսյանի հարվածը հայտնվեր ցանցում ապա Գլադբախը շատ ծանր իրավիճակում կհայտնվեր որից իհարկե հեշտությամբ չէր կարող դուրս գալ այստեղ փրկվեց լինենք արդարացի Բաբայանը հիմա փրկեց Բորուսիա Մյունխեն-Գլադբախին վերահաս գոլից հիմա հասկանանք ինչ է պատահել Մուրադյանին կարծես վնասվածք է ստացել Սիթի կենտրոնական հարձակվողը Այո, ամեն դեպքում փոխարինվեց Մանուկ Մուրադյանը, հիմա Բուբան է մտնում խաղադաշտ Մուրադյանի փոխարեն, հուսանք, որ Մուրադյանին մենք կրկին կտեսնենք խաղադաշտում, իհարկե նա արդեն իր գործի որոշակի չափ այսօր կհատարեց, իհարկե աչքի ընկավ գոլով այս խաղում, ինչը շատ կարևոր նշանակություն ունի հիմա հաշվի մեջ, բայց հույս ունենք, որ Մուրադյանը կրկին կհայտնվի խաղադաշտում, հիմա Գլադբախի ֆուտբոլիստներն են Գնդակով Մարտիրոսյան խաղարկում է գնդակը Դարպասապա Խաչիկյանի հետ ու դեպի Թորոսյանը փոխանցում տեսանք այո պետք է Բորուսյան պետք է մտածի այս ամենը իհարկե կառավարելու մասին հիմա շատ բարդ է իհարկե դիմակայությունում զիջել Սիթիի երկու գնդակ բայց ամեն գնդակի հանդիպան ընթացքում իր էությունը կարող է փոխել այսպես ասեմ Մելքումյան Մարկարյանն էր փորձում առաջ շարժվել, բայց Սարգսյանը կաննեց գնդակի ճանապարհին հետո էլ փոխանցում կատարեց ու այստեղ էլ Թորոսյանը լավ գործեց Պողոսյանի թիկունքից հիմա Եզրային նետում կտեսնենք Խլղատյան երկար փոխանցում առաջ այստեղ Հասավ գնդակը դեպի Գլադբախի Տուգանայինի մատույցները, բայց Դարպասապա դուրս գալով Դարպասից կարողացավ վերցնել այն Թորոսյան Հիմա արդեն Մուրադյանի բացակայության պայմաններում նոմինալ հարձակվողն է Սիթիի կազմում Արչակ Պողոսյան, իհարկե Բուբան մտավ Մուրադյանի փոխարեն խաղադաշտ, բայց նա դաշտի միջին հատվածում է տեղ զբաղեցել, իսկ Արչակ Պողոսյան այս րոպեներին կենտրոնական հարձակվողն է Սիթի, հիմա Գերա Կոստենկովն է գնդակով եւս մեկ հարված ու բարձր է ստացվում, հիմա այլ Կոստենկովի կատարած հարվածը, այո, վտանգավոր պահերով լեցուն է այս հանդիպումը Մարկարյան, տեսեք մեկ փոխանցում ու հիմա այլ Գլադբախը ներվում առաջ, դեպի Տուգանային փոխանցում, բայց այստեղ Արաքելյանը հեռացեց գնդակ ու հիմա Սիթին եւս մեկ արագ հակագրոհի կարող է ասել Բուբա Շատ դանդաղեց այստեղ Բուբան ու հետո արդեն նահանջեցին Գլադբախի պաշտպանները հիմա խաղարկում Պողոսյանի հետ եւ դեպի ետ ուղարկեց այս իրավիճակում գնդակը Բուբան իհարկե խելամիտ որոշում է քան կորցել գնդակը հիմա էլ քիչ էր մնում արդեն սխալ իր ազդեցություն ունենար Արաքելյանի բայց հենց ինքն էլ ուղեց իր սխալը Բուբա Նարեկ Սարգսյան Ուղարկեց գնդակը Պողոսյանին, ստացավ նրանից փոխանցում Նարեկ Սարգսյան հարվածը կա, բայց մի փոքր շեղությամբ է ստացվում Նարեկ Սարգսյանի կատարած հարվածը, այո, եթե մի փոքր ավելի պտտեցներ գնդակը Սարգսյան այս իրավիճակում կարող էր դա խնդիրներ առաջացնել Խաչիկյանի համար, բայց շեղությամբ ստացվեց Սարգսյանի հարվածը Մարկարյան թողնում է գնդակը Մելքումյանին ու դեպի Բաբայանը փոխանցում տեսանք հաջող փոխանցում կատարեց այստեղ Մելքումյանը Վալերի Բաբայան երկար փոխանցում բայց շատ ուժեղ ստացվեց այս փոխանցումը Մանուչարյանի համար ու հիմա հարված կլինի Սիթի դարպասից բայց մինչ այդ փոփոխություն Բորուսիա Մյունխեն-Գլադբախի կազմում տեղի կունենա Ղազարյանն է մտնում խաղադաշտ Գլադբախի կազմում ու խաղադաշտը լքում է Բորուսիայի ավագ Արմեն Խաչատրյանը Խլղատյան
Սիթին այո նորից գրո է փորձում սկսել Արաքելյան շատ լավ նկատեց Կոստենկովն էլ հաջող ընդունեց գնդակ ու փոխանցում կատարեց դեպի Աջ Պողոսյան լավ գործեց Պողոսյանը լավ փոխանցեց Ալավերդյանին Ալավերդյանը 2-0 այս խաղում 5-2 ընդհանուր դիմակայությունում Սիթին հաղթողի կարգավիճակ է ստանում Արտուր Ալավերդյան 2-0 Սիթին այս խաղում կրկնապատկում է իր առավելությունը, իսկ ընդհանուր դիմակայությունում այս պահին հաղթում է արդեն 5-2 հաշվով 3 գնդակի առավելություն ունի ընդհանուր դիմակայությունում Մանչեսթեր Սիթին, ինչը արդեն իհարկե գնալով էլ ավելի ծանր է դարձնում Բորուսիա Մյունխեն-Գլադբախի իրավիճակը խաղադաշտում պատկերացնել, որ Սիթին այս առավելությունը ձեռքից բաց կթողնի, իհարկե Գլադբախը կարող է, բայց առայժմ այս անցած 15 րոպեների ընթացքում ոչ մի իրատեսական այսպիսի շանս չի ունեցել Գլադբախը չի սպառնացել Մուրադյանի դարպասին, փոխարենը Սիթին եւս մեկ վտանգավոր գրոյի անցնում չարվածեց այստեղ Ալավերդյանը, հիմա խաղարկում Սարգսյանի հետ լավ էր մտածված, բայց այստեղ Մարտիրոսյանը լավ պաշտպանվեց ու հիմա արդեն գնդակ ուղարկում է Թորոսյանի ուղղությամբ, այո պետք է Բորուսյան խփի այնքան գնդակ, որքան առաջին խաղում բաց է թողել Մանչեսթեր Սիթին, որպեսզի հավասարեցնի դիմակայությունը, բայց իհարկե պետք է դրա համար նախ ավելի լավ գործել հիմա էլ սխալ Ալեն Սահակյան, Ալավերդյան կորցրել է ցարվածի հնարավորությունը, ինչը այստեղ մրցավարը նշանակում խախտում կար, բայց արդյոք 11 մետրից հարվածը թե Տուգանային հրապարակից դուրս է տեղի ունեցել խաղի կանոնների խախտում հիմա ամենայն դեպս հասկանանք ինչ է պատահել Ալավերդյանին, նոր կհասկանանք կար 11 մետրից հարված թե ոչ Այո, խախտումը տեղի է ունեցել Տուգանային հրապարակի ներսում ու 11 մետրից հարվածի հնարավորություն է հիմա էլ վաստակում Մանչեսթեր Սիթին այս խաղում իհարկե էլ ավելի լավ մեկնարկ այս հանդիպան համար Սիթին պարզապես չէր կարող պատկերացնել, հիմա տեսնենք ով կիրացնի 11 մետրից հարվածը Խլղացյանն է գնդակի մոտ, կարծես նա է հարվածը կատարելուն, այո ու տեսնենք Դիպուկը գտնվի արդյոք Խլղացյանը 11 մետրից նշակետից թե Խաչիկյանը կփրկի Գլադբախին կա մրցավարի սուլիչը հարված եք տեսնում ու այնուամենայնիվ դարպասապա այստեղ փրկում է Գլադբախին ու պահում Բորուսիայի խաղի մեջ այո Խլղացյանը հիմա վրիպեց այս շատ լավ հնարավորությունը չօգտագործեց Ռոբերտ Խլղացյանը իր թիմի համար ու Տեսնենք գուցե այս 11 մետրից գնդակ բաց չթողնելը արտասի Բորուսիային իհարկե պետք է մտածել այդ ամենի մասին հիմա Բուբան անհատական վարպետությունը գործի դրեց ու կատարեց փոխանցում դեպի Սահակյանը կրկին Բուբա թողնում է գնդակը Նարեկ Սարգսյանին դեպի Սահակյանը իսկապես գեղեցիկ է խաղում այսօր Մանչեսթեր Սիթին այս 15-16 րոպեների ընթացքում Բուբան է հիմա էլ հարվածում եղավ անդրադարձ ու անկյունային կտեսնենք հիմա Գլադբախի դարպասի ուղղությամբ Եվ Սահակյանն է շտապում իրացնելու անկյունայինը Տեսնենք ինչպիսի խաղարկում կմտածի Մանչեսթեր Սիթին այս իրավիճակում Կոստենկովի հետ խաղարկեց Սահակյանը հիմա էլ դեպի Ալավերդյան ներփոխանցում կատարում չանցավ գնդակ ու եւս մեկ անկյունային այո նշանակեց մրցավարը Եվ կրկին Սահակյանն է խաղարկում գնդակը Խլղացյան սա փոխանցում էր բայց Ոչ ոք չկար այս իրավիճակում Սիթիի ֆուտբոլիստներից հետո էլ Սարգսյանն է խլում կարողանում կատարելու պայել գնդակը Մանչեսթեր Սիթիի մոտ Բուբա այստեղ կորցրեց հարված կատարելու հնարավորությունը Սիթին ու ստիպված եղավ Բուբան գնդակը ետ ուղարկել Մուրադյանն շատ լավ նկատեց Ալավերդյանի Խլղացյան այստեղ
Եզրային դեպան հնարավորություն ամեն դեպքում պրեսինգի շտորի վաստակեց Մելքումյանը Գլադբախի համար ու կատարեց այնց եզրային դեպումը Ղազարյան, Մանուչարյան, բայց այստեղ սխալվում է Բորուսյան ու Սիթին դեպում է եւս մեկ հակագրոհի ընկավ մի փոքր արդեն Սիթի գրոհի տեմպը ու ստիպված եղան ավելի ուշադիր գործել Բուբա կան Արեգ Սարգսյանը կա փոխանցում Սարգսյանին վտանգավոր է Սարգսյանը արադարձու հիմա արդեն հրաշքով գնդակը չհայտնվեց դարպասում պաշտպանից եղավ արադարձ եւ անկյունային հարված նորից Բորուսիա Մյունխեն-Գլադբախի դարպասի ուղղությամբ եւս մեկ փոփոխություն ենք տեսնում խաղադաշտում Խաղադաշտը լքում է Մանչեսթեր Սիթի երկրորդ գոլի հեղինակը Արթուր Ալավերդյանը թիմի հավաքը ու նրա փոխարեն Պողոսյանն է վերադառնում խաղադաշտ տեսնենք հիմա Պողոսյանը արդեն թարմ ուժերով իշ կփորձի անել Կա մրցավարի Սուլիչը խաղարկում է Սարգսյանը գնդակը Պողոսյանի հետ ու դեպի Խլղացյանը փոխանցում տեսանք կարող է հեռու տարածությունից նույնիսկ փորձել Խլղացյանը սա ավելի շատ հարվածի փորձեր ու շեղությամբ ստացվեց Խլղացյանի մոտ եւ հարված Բորուսիայի դարպասի շտապում է իհարկե Գլադբախը շտապում է եթե կարողանան մեկ գնդակ ետ բերել առաջին կեսում իհարկե երկրորդում էլ ավելի տրամադրվածությամբ հանդես կգան խաղադաշտում բայց իհարկե պետք է գնալ գրոհելու պետք է մտածել այս ամենի մասին բայց Սիթին հատկապես հակագրոհների ժամանակ շատ էլ ավելի վտանգավոր է իհարկե այդ ամենը պետք է հաշվի առնել հիմա եւս մեկ գրոհ Սիթից Նարեկ Սարգսյան Մարության այստեղ հասցրեց նահանջել բայց մնաց գնդակով Սարգսյանը Գեղեցիկ խաղարկում Նարեկ Սարգսյան թողեց գնդակը Խլղացյանին գուցե հեռար հարված տեսնենք ոչ այս անգամ դեպի աչք Կոսենկով նորից Խլղացյան վտանգավոր է Խլղացյան ու թույլ չտվեցին այս իրավիճակում Խլղացյանին հարված կատարել Բաբայանն է հիմա շարժում առաջ բայց բրավո Կոսենկով այստեղ կարողացավ կանգնել Բաբայանի ճանապարհին Սահակյան հարված Այստեղ ինչ է եւս մեկ 11 մետրանոց հարված էին պահանջում Սիթի ֆուտբոլիստները իսկ այստեղ արդեն Սահակյանն է խախտում խաղի կանոնները եւ զգուշացվում է մրցավարի կողմից, եթե եւս մեկ խախտում, ապա արդեն Սահակյանն էլ գլխավերևում կտեսնի դեղին քարտը։ Մարտիրոսյան դեպի Ղազարյանը փոխանցում շարժվում է առաջ, հիմա Գլադբախը տեսնենք Ղազարյանը ինչ որոշում կկայացնի։ Ստիպված եղավ ետ ուղարկել գնդակ ու արդեն աստիճանաբար դեպի կենտրոն փոխանցում հետևեց։ Մարության Շատ լավ էր նկատել այստեղ Մարկարյանին, բայց Պողոսյանը ավելի լավ գործեց ինքն էլ հարվածեց ու այստեղ հիմա փրկում է Բորուսիային, Բորուսիա Մյունխեն-Գլադբախի դարպաս սապա, այո, բարդ հարված էր ամենայն դեպս Պողոսյանի կատարմամբ ու Սերգեյ Խաչիկյանը այս իրավիճակում լավ կողմնորոշվեց։ Ղազարյան, Բաբայանին է ուղարկում գնդակը, Պողոսյանը հիմա էլ Բաբայանի Արջև է արդեն տեղակայված ու ստիպված եղավ ետ ուղարկել գնդակը Բաբայանը աչ եզրով է հիմա Գլադբախը շարժվում առաջ Սարգսյանն է գնդակով հետ փոխանցում դեպի Մարտիրոսյանը Բաբայանն այո խաղարկում է Բորուսյան գնդակը տեսնենք ամեն դեպքում այս երկար գնդակի խաղարկումը իշ կտա Գլադբախին Ղազարյան Եվ իհարկե շատ լավ է պաշտպանվում Մանչեսթեր Սիթին հիմա Ողջ կազմով Բորուսյան բացի դարպասապայից գտնվում է Սիթի կիսադաշտում այս սպայի դրությամբ բայց իհարկե դա դեռ ոչինչ չի նշանակում Մարտիրոսյանը հիմա էլ ուժեղ է ստացվում փոխանցում ու արված կլինի Վահե Մուրադյանի պաշտպանած դարպասից Մուրադյանն է ուժեղ փոխանցում կատարում առաջ Սահակյանը այստեղ ավելացեց գնդակի ընթացքը, բայց իհարկե ամենավերջին ֆուտբոլիստներ տեղակայված մրցակցի Տուգանայինի հրապարակում Սիթի կազմում Սահակյանը ու ոչ ոք չկար այլևս նրանից բացի որպեսզի հասնել եւ կարողանալ արձագանքել այս գնդակին։ Մարտիրոսյան հիմա էլ ձախ եզրում է հայտնվել արդեն Գլադբախի երրորդ համար ուղարկում է գնդակը Բաբայանին դեպի Սարգսյանը փոխանցում Սևակ Մանուչարյան Պողոսյանը լավ պաշտպանվեց ու խլեց Սիթին այս իրավիճակում գնդակը Սևակ Մանուչարյանից Նարեկ Սարգսյան Բուբա ու արդեն չի շտապում իհարկե Սիթին հնարավոր է
Իհարկե City-ն ընդհանրապես տրամադրվածություն չուներ գրոներ իրականացնելու, քանի որ այս առավելությունը ընդհանուր դիմակայությունում 3 գնդակի առավելությունը այս պայն իհարկե թույլ տալիս է City-ին նման կերպ գործել, եթե գնան ընդհանրություն այս հաշվի պարագայում իհարկե էլ ավելի վստահ երկրորդ կես կունենա Manchester City-ն, բայց եթե Gladbach-ը մեկը ետ վերի առաջին կեսում իհարկե երկրորդում հնարավոր է էլ ավելի շատ եւ շատ մեծ արդյունքների մասին մտածել Ղազարյան լավ գործեց այստեղ ու խախտում կար Կոստենկովի կողմից Ղազարյանի դեմ պայքարում եւ ստանդարտ նշանակեց հիմա մրցավարը Բաբայան ընդունեց գնդակ ու մանևրում է դաշտի միջին հատվածում, հիմա դեպի Մարությանը փոխանցում կատարեց Բաբայան մի փոքր իհարկե ռիսկային էր, բայց ամեն ինչ լավ ավարտվեց այս իրավիճակում Գլադբախի համար Մանուչարյան լավ խաղարկում էր Մարկարյան հարված ու հիմա Մուրադյանը արդեն փրկում է Manchester City-ին առաջին վտանգավոր պահ այս խաղում ունեցավ Գլադբախը ճիշտ է արդեն խաղակեսի վերջնամասն է, բայց իհարկե այսպիսի վտանգավոր պատ Բորուսյան այս խաղում դեռ չէր ունեցել, հիմա անկյունայինի խաղարկումը տեսնենք, Դավիթ Մարկարյանն է տեղադրել գնդակային իրացնելու համար, բարձից փոխանցում են, տեսնում Ղազարյանն է արվածում ու գնդակը մի փոքր շեղությամբ ընթացավ առաջի խաղակեսն էլ հենց այստեղ ավարտվում է, կարճ դադար, որից հետո կշարունակենք Բարեկամներ մենք վերադառնում ենք City-ն ընդդեմ Գլադբախի դիմակայության պատասխան հանդիպան երկրորդ խաղակեսը միասին դիտելու առաջի կեսից հետո հանդիպան հաշիվը 2-0 օգուտ Manchester City նախ կարողացավ Մանուկ Մուրադյանը բացել այս հանդիպան հաշիվը հետո էլ Ալավերդյանը կրկնապատկեց այս խաղում City-ի առավելությունը նորից վերհիշենք մրցող թիմերի հայտարարությունները ու սկսենք Բորուսիայից Սերգեյ Խաչիկյանը պաշտպանում է դարպասը համար 1 Արման Մարտիրոսյան համար 3 Արություն Թորոսյան համար 4, Ռոբերտ Մարության համար 5, Դավիթ Մարկարյան համար 6, Ռոնալդ Մեյքումյան համար 7, Ալեն Սայցյան համար 8, Սևակ Մանուչարյան համար 9, Արմեն Խաչատրյան համար 10 նա թիմի ավագն է, Ռաֆայել Ղազարյան համար 11 եւ Վալերի Բաբայան համար 77 City, Վայե Մուրադյանը պաշտպանում է դարպասը համար 1, Սիլաբուբա համար 2, Ռոբերտ Խլխացյան համար 4 Արտաշես Արաքելյանը համար 5, Ալեն Սահակյան 9, Մանուկ Մուրադյան 10, Արշակ Պողոսյան 14, Գերա Կոստենկով 17, Արտուր Ալավերդյան 44, դա Manchester City-ի ավագն է Եվ Նարեկ Սարգսյան համար 77 թիմի գլխավոր մարզիչն է Անատոլի Գարփիրյանն Ղազարյանն է հիմա գնդակով Այդ փոխանցում կատարեց Սարգսյանի ուղղությամբ ու դեպի Մանուչարյաններ այս փոխանցում ուղված, բայց Կոստենկովը հաջող խլում եւ փոխանցում կատարեց Մուրադյանից եւս մեկ հարված ու այս դեպքում արդեն դարպասապահ Խաչիկյանը կարողացավ հեռացնել գնդակը անկյունային հիմա երկրորդ խաղակեսում անմիջապես կիրացնի Manchester City-ին մրցակցի դարպասի ուղղությամբ Կոստենկով դեպի Բուբան փոխանցում Լավ խաղարկում այստեղ City-ից տեսանք Պողոսյան փոխանցում, բայց ոչ ոք այստեղ չարձագանքեց այս փոխանցմանը, եթե որևէ մեկը լիներ հարցակման գծում այնտեղ որտեղ կատարել փոխանցում Պողոսյանը, հավանաբար մենք այս խաղում City-ի երրորդ գնդակը նույնպես կտեսնեինք, իհարկե արդեն դատարկ էր անկյուն ու ոչինչ անել այս իրավիճակում չէր հասնի Գլադբախի դարպասապահը, բայց փոխանցում ուժեղ ստացվեց, հիմա էլ Արաքելյանն է շատ պարզ գործում այս իրավիճակում ու հնարամիտ կերպով ուղարկեց գնդակը Մուրադյանին ու City-ն իհարկե այս խաղում 2-0, բայց կրկնում եմ դիմակայությունում 5-2 հաղթողի կարգավիճակում է 3 գնդակ առնվազն Բորուսիա Մյունխեն-Գլադբախին հարկավոր է դիմակայության հաշիվը հավասարեցնելու համար Մուրադյան եւ դա այն դեպքում երբ իհարկե City-ն այլևս գոլ չի հեղինակի այս խաղում Բաբայան լավ խաղարկում էր, հիմա Մարտիրոսյանն է աչքի եզրով շարժվում առաջ, վտանգավոր է Մարտիրոսյան հարված ու բարձր է ստացվում այստեղ էլ Մարտիրոսյանի կատարած հարված, այո, սահանքման գնաց Խլղացյանը, բայց չդիպավ այստեղ մրցակցին ու հարված կլինին կրկին Manchester City դարպասից, Մուրադյան իհարկե չի շտապում այս րոպեներին, City-ին էլ իհարկե
City-ն իհարկե շտապելու ոչ մի տեղ չունի, պարզապես իհարկե փորձում են այս հանդիպումը այսպիսի ընթացքով ավարտին մոտեցնել, Նարեկ Սարգսյան լավ անցում էր, լավ փոխանցում էր մտածված, բայց այստեղ իհարկե Սարգսյանից չանցավ, գնդակը եթե հասցեր դեպի Տուգանայինի մատույցներ, ապա թե Կորսենկովը, թե Մուրադյան այդ դիրքում էին ևս մեկ հաջող խլում, Նարեկ Սարգսյան գեղեցիկ գործողություն եք տեսնում, փոխանցումը նույնպես կա, բայց Բուբային չհասավ, գնդակը Ղազարյանը խլեց հիմա էլ նորից City-ի մոտ է, գնդակը Պողոսյան գերազանց մտահաղացում էր այստեղ իհարկե, բայց գնդակը Մուրադյանին այս դեպքում նույնպես ինչպես նախորդ դրվագում չհասավ։ Ռաֆայել Ղազարյան հիմա Բորուսյան փորձում է գրո սկսել կրկնում եմ եւ թե մեկ գնդակ խփի Բորուսյան շատ արագ կերպով իհարկե ամեն ինչ դեռ արժևում է լինելու։ Հիմա Աչեզրով են գրոյին հասնում Գլադբախի ֆուտբոլիստները, բայց հիմա ստիպված դեպի Մարկարյանը փոխանցում տեսանք Մանուչարյան ու կորցրեց այստեղ էլ Մանուչարյանը գնդակը Մուրադյան դուբլ կտեսնեք Մուրադյանից այս խաղում մի փոքր այստեղ ուշացրեց հարվածի պահ Մուրադյանը, հետո էլ արդեն հնարամիտ գործեց այստեղ Մարտիրոսյան ու եզից կնետի հենց Բորուսիա Մյունխեն-Գլադբախը Ղաչիկյան դեպի աչ փոխանցում տեսանք Մարուչյանն է ընդունել գնդակը, ուղարկեց դաշտի միջին հատված Դավիթ Մարկարյան, Բաբայանին է ուղարկում, կրկին Մարկարյան դեպի աչ փոխանցում Սարգսյանն է այստեղ, ու տեսնենք ինչ որոշում է կայացնում Մարկարյանին, ուղարկեց կա Ռաֆայել Ղազարյանի տարբերակը, ստացավ Ղազարյանը գնդակ ու տեսնենք ինչ որոշում կայացնի Կոստենկովն է դիմավորել Ղազարյանին, Ռաֆայել Ղազարյան թողնում է գնդակը Բաբայանին հարված անդրադարձ ու իհարկե Մուրադյանը իր դիրքում էր և վերցրեց այստեղ գնդակը հիշեցնեմ իհարկե այս զույգի հաղթողը եզրափակիչում կմրցի Ատլետիկո Երևանի դեմով արդեն բավական երկար ժամանակ է իր տեղը ապահովել է եզրափակիչում ու սպասում է այս դիմակայության հաղթողին Պողոսյան իհարկե ոչ պակաս հետաքրքիր ու լարված հանդիպում ենք նաև դիտելու եզրափակիչում որ թիմն էլ դուրս գա անկախ ամենից հիմա Կոստենկովի հարվածը տեսանք ոտնաթաթի դրսի մասով հարվածեց Կոստենկովը, բայց թույլ ստացվեց նրա կատարած հարվածը եւ հիմա Մանուչարյանն է գնդակով կարողացավ մնալ այս իրավիճակում գնդակով Գլադբախին համար ու այն պայեց իր թիմի մոտ Բաբայան դեպի ձախ Ղազարյանն է միանում հիմա գրոհին, բայց Կոստենկովը հասցնում է այստեղ սահանքում կատարել, մաքուր սահանքում ու խլում կատարել այստեղ Գլադբախի ֆուտբոլիստից, բայց գրոհը շարունակել չստացվեց հիմա City-ի մոտ, Ղազարյան հասավ ու պահեց գնդակի իր մոտ, շարժվում է միայնակ առաջ Ղազարյանը 3 մրցակցի շրջափակման մեջ հայտնվեց ու հիմա էլ կորցրեց Ղազարյանը գնդակը իհարկե եթե չկա ընդհանուր ոչինչ պետք է Գլադբախի ֆուտբոլիստները փորձեն անհատական գործողություններով աշի ընկնել գուցե դա որևէ օգուտ տա իհարկե Բորուսիային Մարկարյան լավ նկատեց Մանուչարյանին բայց հիմա էլ Խլղացյանն է սահանքում կատարում ու թույլ չի տալիս Մանուչարյանին ընդունելու գնդակը այս իրավիճակում Կոստենկով շատ ճկեղ փոխանցում Սարգսյանն է զարգացնում արագություն հարված 3-0 եւ այս գոլով կարող ենք իհարկե շատ բան հասնել հիմա շատ լավ հակագրոհի անցավ Մանչեսթեր Սիթին ու եռապատկում են արդեն այս խաղում իրենց առավելությունը 3-0 Նարեկ Սարգսյան 3-0 այս խաղում 6-2 ընդհանուր դիմակայությունում հաղթում է City-ն ու այս գոլով իհարկե լավ եկեք չտապենք, բայց շատ մեծ քայլ է կատարում դեպի եզրափակիչ Մանչեսթեր Սիթին իհարկե ֆուտբոլը ամեն ինչ հնարավոր է Գլադբախային թիմերից է որ կարող է ամեն դրվագում ամեն ինչ ետ բերել, բայց իհարկե ունենալ մրցակից, որը Մանչեսթեր Սիթին է ու խփել նրան 4 գնդակ մնացած 16 րոպեների ընթացքում մի փոքր այս ժանրից է իհարկե
Անձամբ ես այսպիսի Բորուսիայից, ինչպիսին նա այսօր է իհարկե, այսօր Բորուսիան իր հանդիպումը ամենալավ հանդիպումը չի անցկացնում ու խփել այսպիսի խաղով City-ին 4 գնդակ, հատկապես ես չեմ հավատում իհարկե, որ Բորուսիան կհասցնի թե ժամանակի առումով, թե ընդհանրապես ցուցադրած խաղով այսօր Բորուսիան իրեն նման չէ իհարկե։ Մենք այլ Բորուսիային իհարկե սպասում այսօր տեսնել, Կոստենկո չստացվեց այստեղ էլ հիմա Կոստենկովի փոխանցում իհարկե եթե Գլադբախը խաղար այն հանդիպումը, որը խաղաց օրեր առաջ Վինտեր կապի շրջանակներում ու կարողացավ 11 անպատասխան գնդակ ուղարկել Մալացիայի դարպասը, եթե այսօր իհարկե խաղար Գլադբախ այդ ֆուտբոլը ու այդքան արագ բաց չթողներ գնդակ անկասկած հավասար պայքարի ականատես կլինենք, բայց այսօր լինենք արդարացի City-ի գեղեցիկ հանդիպումներից մեկն է անցկացնում Գլադբախը լավ հանդիպում մեղմ ասած չի անցկացնում ու ահա այսպիսի պատկեր ենք ստանում հիմա խաղադաշտում 4 գնդակի առավելություն դիմակայությունում կիսա եզրափակիչում կրկնում եմ եւս մեկ անգամ եւ հանդիպան ավարտին էլ այնպես չէ որ մի ամբողջական րոպեներ կա հիմա Բաբայանը կարող էր թրջել այս հանդիպան հաշիվը բայց Մուրադյանը լավ գործեց հիմա էլ City-ին վտանգավոր հակագրոհի ասում Մուրադյան հիմա էլ Մանուկ Մուրադյանը կարող էր դուբլի հեղինակ դառնալ շատ գեղեցիկ պատ խաղարկում էր Արտուր Ալավերդյանի հետ բայց Մուրադյանը լավ չպտտեցեց վերջում գնդակ ու այն չհայտվեց ցանցում խաղարկում են հիմա Գլադբախի ֆուտբոլիստները գնդակ այո այստեղ բակում տեղի է ունեցել խաղի կանոնների խախտում Բորուսիայի ֆուտբոլիստի դեմ պայքարում ու տեսնենք Մելքումյան դեպի Մարությանը փոխանցում, բայց Մարությանի փոխանցումն էլ չանցավ հիշեցնեմ այսօրվա խաղում հանդիպան գլխավոր մրցավար Գարիկ Բեգյանը մեկ անգամ է դեղին քարտով զգուշացել ֆուտբոլիստին ներողություն եւ դա եղել է հենց Ռոնալդ Մելքումյանը Բորուսիայի Գլադբախի կազմում իհարկե հանդիպումը արդեն հաշիվը այն լարվածությունը չի ապահովում, որը հենց հանդիպան մեկտարկում է եւ կար մեկ գնդակի առավելություն ընդհանրապես խաղադաշտում, ինչը իհարկե ստիպում էր ֆուտբոլիստերին էլ ավելի լարված հանդես գալու բարդացնել հանդիպումը։ Հիմա էլ փոխանցում ենք տեսնում Արաքելյան հեռացեց Մելքումյանի մոտ հայտնվեց, բայց Խալխացյանն էլ այստեղ շատ լավ է գործում ու կարողանում է հեռացնել գնդակը Ղազարյան Մուրադյան պայքարը տեսանք մնաց ամեն դեպքում գնդակով Ռաֆայել Ղազարյան ուղարկեց դեպի աջ Մարկարյան եւ Ալավերդյանը հիմա էլ կանգնեց գնդակի ճանապարհին, բայց շարունակվում է ամեն դեպքում Գլադբախի գրո եւ հիմա արդեն դարպասածողն է փրկում Մանչեսթեր Սիթին այս իրավիճակում Բաբայանը լավ հարված էր կատարել, բայց իհարկե Մուրադյանի առաջին ընկերը, հա, այսպես ասենք դարպասապայի առաջին ընկերը դարպասածողը եկավ օգնության այս իրավիճակում Վահե Մուրադյանին ու գնդակը չհայտվեց նրա դարպասում։ Այո, առայժմ արկ է Մանչեսթեր Սիթի դարպասը այս խաղում։ Մուրադյան ուժեղ փոխանցում ենք տեսնում դեպի Մանուկ Մուրադյանը, ընդունեց Մուրադյանը այստեղ գնդակը պահեց այն իր մոտ ուղարկեց Ալավերդյանին ու տեսնենք այս գրոհին շարունակություն կստանա Մարտիրոսյանը մաքուր գործեց ամենայն դեպս ըստ մրցավարի հիմա կար խախտում հենց Մարտիրոսյանի դեմ պայքարում բայց մնաց գնդակով Գլադբախ այդից պատճառով չսուլեց մրցավարը Բաբայան երկար փոխանցում առաջ բայց Մելքումյանին այստեղ գնդակը բաժին չասավ Բուբա տարավ դեպի ցախ գնդակը Մարկարյանն էլ սահանքում կատարեց ու եզրային նետման հնարավորությունը վաստակում հիմա Մանչեսթեր Սիթին Բուբա լավ ընդունեց ու փոխանցեց Ալավերդյանին, Ալավերդյանն էլ կարող է դեպի աճ ուղարկել գնդակը, բայց որոշեց Մանուկ Մուրադյանին հասցեակել ու այստեղ խլում կատարեցին Բորուսիայի ֆուտբոլիստները հիմա էլ ստանդարտ դեպի Սիթի դարպասը տանող Բաբայանն է գնդակի մոտ տեսնենք ինչ որոշում կայացնի հերվից արված է կատարում ու Մուրադյան բրավո շատ լավ ցած կատարեց այստեղ դարպասապահ Վահե Մուրադյանը ու հեռացեց գնդակը լինենք արդարացի Բաբայանի հարվածը չափազանց վտանգավոր է ստացվել բայց իհարկե Վահե Մուրադյանը նմանատիպ հարվածների այս խաղում պատրաստ է ու մի քանի դրվագում կարողացել է ետ մղել այդ գնդակները Արաքելյան
Դեպի Գերա Կոստենկովը փոխանցում, շատ լավ փոխանցում։ Դեպի Մանուկ Մուրադյանը վտանգավոր։ Գրո Սիթից Կոստենկով Բուբա վտանգավոր է հարված ու 4-0 այս խաղում։ Այս գոլով հիմա փաստում ենք իհարկե որ Սիթին այլևս խնդիրներ չունի եզրափակիչ դուրս գալու։ Սիլա Բուբա 4 գնդակը նույնպես հեղինակված է ու այն հայտնվեց Սեգե Խաչիկյանի պաշտպանած դարպասում ընդհանուր դիմակայությունում ձևավորվել է այս պայն 7-2 հաշվով պատկերի օգուտ Մանչեսթեր Սիթի ու իհարկե Սիթին ընդդեմ Ատլետիկո Երևանի եզրափակիչ կունենանք Չեմպիոնների լիգայի շրջանակներում, որտեղ էլ ավելի հետաքրքիր հանդիպում եք միանշանակ դիտելու այսօր կրկնում եմ Բորուսյան չխաղաց այն ֆուտբոլը, որը մենք սովոր ենք տեսնել նրանից Մարտիրոսյան, Ռաֆայել Ղազարյանին է ուղարկում գնդակը, դեպի Աջ Բաբայան հարված ու ևս մեկ անգամ հիմա դարպասածողն է օգնության գալիս Մանչեսթեր Սիթին, այո այսօր 2-3 դրվագում կարծես Բաբայանի հարվածներից հետո հենց այդպես էլ եղավ, Մարտիրոսյան լավ փոխանցում դեպի Խաչատրյանը ևս մեկ փոխանցում դեպի Տուգանայինի մատույցները, բայց հիմա էլ Բուբան է հեռացնում գնդակը Մարտիրոսյան այստեղ շահեց երկրորդ հարկում դիրքը, բայց գնդակը դեպի առաջ ուղարկել չստացվեց հիմա պրեսինգ է գնացել Սիթին ու կարող էր այս իրավիճակում իհարկե այդ ամենից օգուտ քաղել, բայց հաջող փոխանցում կատարեց Խաչիկյանը դեպի Թորոսյանը Մելքումյան լավ նկատեց Բաբայանի առաջխաղացում ու կատարեց փոխանցում, բայց հիմա էլ ծափարություններ իհարկե Սահակյանին մաքուր գործեց այս իրավիճակում ու ճիշտ ժամանակին կատարեց սահանկում Խաչատրյան դեպի Մարությանը փոխանցում ենք տեսնում կա փոխանցում ինչ է շարունակվում է Գլադբախի գրոթևը ոչ գնդակը դուրս է եկել դաշտի սահմաններից այո Հիմա էլ Բաբայանն է ստանում դեղին քարտ, երկրորդ դեղին քարտ այս խաղում երկուսն էլ Բորուսիայի ֆուտբոլիստների գործողություններում ու ևս մեկ փոփոխություն ենք տեսնում Սիթիի կազմում, Արշակ Պողոսյանն է վերադառնում խաղադաշտ ու Կոստենկովը դուրս եկավ խաղադաշտից, այո այսօր Գերա Կոստենկովի գործը շատ լավ կատարեց խաղադաշտում, Մուրադյան վտանգավոր է ու նորից գնդակը Գլադբախի դարպասում է հիմա 5-րդ անգամ արդեն այս խաղում Ալենա Ասա փոփոխություն Ալեն Սահակյան 5-0 այս խաղում այո իհարկե շատ ակնհայտ առավելություն այս խաղում ունեցավ Մանչեսթեր Սիթին, որը չուներ առաջին խաղում իհարկե հավասար պայքար ընթացավ առաջին խաղում դիմակայության ու իհարկե ընդամենը 1 գնդակի առավելություններ իսկ հիմա արդեն ընդհանուր 6 գնդակի առավելություն ունի կիսա եզրափակիչում կրկնում եմ միտեղ որտեղ իհարկե հենց այնպես թիմերը չեն հայտնվում Բորուսյան բավական մեծ ճանապարհ է անցել մինչև կիսա եզրափակիչ հասնելը բայց այսօր իրեն նման չէ հատկապես իհարկե հատկանշական է Սելտայի դեմ խաղը երբ Բորուսյան ունեցավ ու հաղթել էր հիմա Եվս մեկ դեղին քարտ ենք տեսնում արդեն Ալավերդյանի գլխավերևում այո խաղի կանոնները խախտելու համար երրորդ այս խաղում ու գնդակը խաղի մեջ է այո հատկապես իհարկե հիշելի է Գլադբախյան հանդիպումը որտեղ մրցում էին Սելտայի դեմ ու հաղթեցին դիմակայության առաջին խաղում 4-2 հաշվով հետո նույն հաշվով պարտվեցին պատասխան խաղում բայց 11 մետրահոսների շնորհիվ կարողացան դուրս գալ կիսա եզրափակիչ իհարկե բայց այսպիսի հանդիպում չէր սպասվում իհարկե Բորուսիայից կիսա եզրափակիչում Խլղացյանն է գնդակով
Թողեց Մուրադյանին, ով շատ հաջող փոխանցում կատարեց դեպի Արտուր Ալավերդյանը, Սահակյան լավ չընդունեց այստեղ։ Սահակյանը գնդակ իհարկե։ Ու եզից կնետի Գլադբախը Մելքումյանն է գնդակով։ Եվ սուլեց հիմա մրցավարը ստանդարտ նշանակելով Գլադբախի օգտին, Հարագոն է խաղարկված է գնդակը Մարության, թողնում է գնդակը Ղազարյանին, շատ հաջող գրոյի անցել հիմա Գլադբախը, գուցե հիմա ստացվի որևէ բան, բայց Մարությանի փոխանցումը մի փոքր ուժեղ ստացվեց ու խաղանքերներից ոչ ոք այս իրավիճակում չարձագանքեցին նրա կատարած փոխանցմանը։ Ու հիմա այլ արդեն եզից կնետի Մանչեսթեր Սիթին իհարկե հանդիպան ավարտին քիչ խաղաժամանակ է մնացել 5 րոպեից մի փոքր ավելի քիչ ու այքան ունի առաջին հերթին Բորուսիա Մյունխեն-Գլադբախը իր առջև խնդիր լուծելու գոնե թռչելու այս խաղում հանդիպման աշխիղ իհարկե։ Բացի Բաբայանի հարվածներից այսօր երկու այն հարվածներից, որտեղ դարպասաձողից երբ բխվեց գնդակը ոչ մի վտանգավոր պահ չի ունեցել Գլադբախը հիմա միգուցե, բայց Մարության այստեղ է լավ ընդունելուց հետո գրոհի շարունակություն չտվեց Գլադբախի գրոհին ու հիմա Սիթին եւս մեկ հակագրոհի հասնում Սահակյան դեպի ձախ էր կատարում փոխանցում, բայց ավելի շուտ գնդակին հասավ այստեղ Գլադբախի ֆուտբոլիստը ու դիրեց գնդակի Ռաֆայել Ղազարյան, հիմա էլ ձախ եզրով է Ղազարյանը շարժվում առաջ, բայց բան խախտեց այստեղ խաղի կանոնները։ Ralphus, it's okay. Ու տեսնենք այս ստանդարտ իշ կտա Բորուսիա Մյունխեն-Գլադբախին։ Իշեսեմ, որ սա խաղային օրվա առաջին ու միակ հանդիպումն է այսօր, այլ հանդիպում չունենք միասին դիտելու։ Իհարկե, հետաքրքիր հանդիպում էր կա մրցավարի սուրճ այս ստանդարտը։ Տեսնենք Խաչատրյան բարձից փոխանցում ու այստեղ նորից Սիթիի պաշտպանները կարողանում են հեռացնել գնդակը նորից Խլղացյաններ այս իրավիճակում հիմա Մուրադյանը իհարկե կգնա միջև վերջ, բայց բավական հեռու գտնվեց հիմա գնդակից ու Մելքումյանն էլ ուղարկեց առաջ, այնուամենայնիվ այո Մուրադյանի պրեսինգը տվեց, արդյունքը եզից կնետի հիմա Սիթին։ Խլղացյան դեպի Պողոսյանը փոխանցում մի փոքր հաջող չէր, բայց ասավ Արշակ Պողոսյանը գնդակին, հետո կորցրեց այն ու հիմա տեսնենք Գլադբախի մոտ որևէ բան գուցե ստացվի։ Սարգսյան Մելքումյան այստեղ հնարամիտ կերպով թողեց գնդակը Մարությանին ու ստացավ հետո նրանից փոխանցում հերվից հարված, բայց իհարկե Մուրադյանը առանց խնդիրների այստեղ տիրեց գնդակին։ Արտաշես Արաքելյան դեպի Պողոսյանը փոխանցում, տեսնենք այս գրոհը ինչի կվերածի Սիթին։ Պողոսյան լավ էր նկատել Մուրադյանին, չհասավ գնդակը նրան, հիմա մնաց Սահակյանին մոտ հարված ու այստեղ Խաչիկյանը հեռացեց գնդակը անկյունային հարված նորից հիմա կիրասնի Մանչեսթեր Սիթին, բայց մինչ այդ կրկնակի փոփոխություն է տեղի ունենում Բորուսիայի կազմում։ Մարությանն ու Ղազարյանն լքում խաղադաշտ ու Մանուչարյանը եւ Դավիթ Մարկարյանը վերադարձան խաղադաշտ, նաեւ փոփոխություն Սիթիի կազմում Նարեկ Սարգսյանն է կրկին վերադառնում խաղադաշտ ու լքեց խաղադաշտը Բուբան։ Տեսնենք Սարգսյանը հիմա այս վերջին մի քանի րոպեի ընթացքում ինչ կփորձի անել Սիթիի կազմում, Ալավերդյան լավ էր մտածված չանցավ գնդակը այստեղ, բայց Պողոսյանը պահեց այն Սիթիի մոտ ու նորից վաստակում է անկյունային հնարավորություն այս իրավիճակում։ Ինքն էլ պատրաստվում է իրացնելու այս անկյունայինը։
Խաղարկում Նարեկ Սարգսյանի հետ շատ լավ կոմբինացիա էր այստեղ Սարգսյան, թողեց գնդակ Ալավերդյանին։ Երկին Սարգսյան հարված կտեսնենք արդյոք այստեղ փոխանցում ավելի շուտ ստացվեց դեպի Սահակյանը, անդրադարձել տեղի ունեցավ, բայց Խաչիկյանը կարողացավ կռայել գնդակի ուղղությունը։ Հիմա Գլադբախը շարժվում է առաջ։ Մանուչարյանն է գնդակով, բայց իհարկե հասցրեց Սիթին արդեն նահանջել ու վերադասավորվել պաշտպանությունում։ Մարկարյան Խաչատրյան լավ ընդունեց ու շրջվեց այստեղ, բայց չկան տարբերակներ, Մելքումյանին ուղարկեց նայել, հարվածում է ու Մուրադյանը եւս մեկ սեյվ է գրանցում իր անվան դիմաց։ Հեռացնելով գնդակը ու անկյունային կտեսնենք հիմա էլ Բորուսիա Մյունխեն Գլադբախից կա փոխանցում Թորոսյանն այստեղ չստացվեց հարված ու Վայ Մուրադյանը վերցեց գնդակի 2 րոպեից մի փոքր քիչ խաղա ժամանակ է մնացել հանդիպան հիմնական ժամանակի ավարտին իհարկե կարծում եմ ավելացնելու կարիք չկա, բայց ցանկության դեպքում մրցավարը եւս 1-2-ը կարող է փոխհատուցել։ Ու տեսնենք այս վերջին րոպեն ինչպես կընթանա հանդիպան, երկար փոխանցում առաջ այստեղ Ալավերդյանը առանց խնդիրների փակեց գնդակի ճանապարհը ուղարկեց Նարեկ Սարգսյանին, Սարգսյանն էլ շարժվում է առաջ։ Եվ հետ փոխանցում ենք տեսնում դեպի Խլղացյանը։ Նորից Սարգսյան։ Այստեղ գնդակի Կորուսիթի մոտ Մելքումյանն է միայնակ այս իրավիճակում հիմա արդեն ազատվեց գնդակից, բայց իհարկե արագ հակագրոչ չի կարող Բորուսիան արդեն կազմակերպել, քանի որ Մանչեսթեր Սիթին հասցրել է վերադասավորվել իհարկե հիմա սկսում են խորքից Մարտիրոսյան, Մելքումյան անցավ այստեղ փոխանցումը դեպի Դավիթ Մարկայանը, Մարկայանը լավ գործեց, բայց իհարկե Արթուր Ալավերդյանը դաշտի միջին հատվածում շատ լավ է գործում, Մանուկ Մուրադյան կարող է Սիթին եւս մեկ գոլ հեղինակել այս իրավիճակում չանցավ հիմա էլ Մուրադյանի կատարած փոխանցումը հիմա էլ Սահակյանը խլում կատարեց գուցե փորձի Սահակյանը այդպես էլ արեց ուշեղությամբ ստացվեց եւ վերջ հանդիպումն ավարտված է ծափարություններ երկու թիմերին էլ 5-0 այս խաղում 8-2 դիմակայությունում Սիթին ստացավ հաղթողի կարգավիճակ ու դուրս եկավ եզրափակիչ որտեղ կմրցի Ատլետիկո Երևանի դեմ խաղային օրը մեզ մոտ այսքանով ավարտված է բարի գիշեր ու ամենայն բարիք